Վերջին օրերի հեղեղումներն ու անձրևները զարմացրեցին, իսկ կարկուտը վերջնականապես հիասթափեցրեց գյուղացուն։ Սկզբում Արարատում, հետո արդեն Արագածոտնում եւ Լոռիում բնությունն իր չար կատակն արեց, կարկուտ տեղաց։ Թվում էր արհավիրքն անցած է, բայց մայիսի 14-ին էլ արմավիրը հայտնվեց կարկտաբեր ամպերի տակ։ Մեր նկարահանող խումբը կարկուտից հետո Ջանֆիդայում էր, վնասները մեր տեսախցիկով արձանագրել հնարավոր չէր, քանի որ հիմնականում վնասվել են սահմանային ուղեկալից այն կողմ գտնվող այգիները, իսկ այնտեղ նկարահանում իրականացնել չի կարելի։ Ինչպես ասում են, ամպրոպից հետո միշտ էլ արև է դուրս գալիս։ Այս պահին գտնվում ենք Ջանֆիդա գյուղի վարչական ղեկավարի նստավայրի մոտ, ներսում փորձում են հավաքագրել կարկուտի պատճառած վնասները։ Վարչական կենտրոնում հավաքված գյուղացիներն են ներկայացնում, անակնկալ կարկուտի հասցրած վնասը մեծ է։ Կասեք, երկար թափվեց կարկուտը, քանի րոպե էր մոտ։ Րոպե չէ, երևի ժամի մոտ եկել է։ Ձյան նման նստել էր ինքը։ Մանր կարկուտ էր, բայց շատ ինտենսիվ, հա։ Մանրը գյուղի մեջ էր։ Ներսը, որ ասեմ, տեսել ենք, չենք տեսել։ Ինքը գրանիցի մեջ էր, ոչ աշխատանքային ժամ էր, ժողովուրդ այնտեղ չկայի։ Մենակ կարկուտի կոլոմնն է, կույտեն եմ տեսել։ Իսկ վնասը հողամասեր կան, որ 70-80%-ով վնասել է, իսկ որներ որ մնացել արդեն բերք վնաս։ Հա, պիտու չի։ Վարչական շրջանի ղեկավարը հստակեցնում է, ուշադիր հետևել են հակակարկտային պաշտպանությունն աշխատել է, միայն թե անօգուտ։ Հիմա փորձում են տարբեր ճանապարհներով աջակցել տուժած գյուղացիներին։ Մոնիտորինգի ընթացքում արդյունքները նայելով, հասկանալով ում ինչ վնաս ա կրել, մենք այդ վնասներս բոլորս աշխատում ենք ներկապայիս, հնարավորինս ինչ հասանելի է եղել հակակարկտային կայաններից աշխատելա, մենք դժգոհ չենք։ Ինչպես է աշխատում հակակարկտային պաշտպանությունն ու ինչու է երբեմն անօգուտ։ Գործընթացին ծանոթացել ենք հենց հակակարկտային կենտրոնում։ Ստեղից հեռակառավարման համակարգով աշխատացում են մոտ 239 հատ հակակարկտային կայաններ, որ գործում են Արմավիրի մարզում։ Մենք այս մոնիտորի վրա ստանում ենք պատկեր լակատրից, որ գործում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Ընդերս պատկերը ստանում ենք, չափումներ ենք անում, եթե ասենք տվյալ պահի այդ ամպի մեջ կա կարկուտ, սկսում ենք պրոցեսը։ Հերթապահությունն իրականացվում է 24 ժամ, կարկտաբեր ամպերը հարկավոր է պարպել մինչև սահմանն անցնելն, ասում է մասնագետը։ Երբ ամպը հասավ կարկտակայանին, կրակելն արդեն անիմաստ է։ Դեղինից մի քիչ եթե սկսում է կարմրել, նայած ժամանակ, նայած շրջանում, վաղ գարնան է օրինակ, այս դեղինները այդքան վտանգավոր չեն։ Մեր աշխատանքի շնորհիվ սկսում է ամպը թուլանալ, հարավային կողմից է ամպերը մոտենում մեզ, հիմնականում մեր այդ Թուրքիայից, կարկուտը թափվում է Թուրքիայում, ականատեսները միշտ զանգում են, ինձ ասում են, գետից են կողմ, սպիտակել է ամբողջությամբ, իսկ անձրևը անցնում է մեր կողմը։ Այս մեթոդի էֆեկտիվությունը մոտ 80% է, միայն թե բնության դեմ դժվար է պայքարելը։ Օրինակ Ջանֆիդային մոտեցող կարկտաբեր ամպերը ցրել չի հաջողվել, քանի որ քամու արագությունն է բարձր եղել։ 25-ից 30 մետր/վայրկյան արագությամբ քամիները մի քիչ էֆեկտիվությունը թուլացնում են, բայց որ ընդհանրապես վերացնեն, չէ։ Դրանք կոչվում են ըստ կատեգորիաների։ Օրինակ, այսի առաջի կարգի ամպ, այսի առաջի կարգի ամպ, մի քիչ ուժեղը արդեն երկրորդ, երրորդ։ Հանրապետությունում այս պահին ավելի քան 790 հակակարկտային կայան է գործում։ Դրանցից 234-ը գտնվում է հիդրոօդերեթաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի վերահսկողության տակ։ Մյուսները համայնքապատկան են, բայց բոլորի ակտիվ ներգործության գործընթացն իրականացնում է ՊՕԱԿ-ը։ Ակտիվ ներգործությունը իրականացում է ռադիոլոկացիոն կայանների դիտարկումների տվյալների հիման վրա, իսկ համայնքները չունեն այդ կայաններից, միայն մենք ունենք, որոնք երկուսն են, մեկը գտնվում է Արագածոտնի մարզում Արտաշավանում, մյուսը Լոռու մարզում։ Ասել, որ հակակարկտային պաշտպանության այժմյան մեթոդաբանությունը հուսալի է, դժվար է։ Լևոն Ազիզյանը համամիտ է, ոլորտը համակարգային փոփոխության կարիք ունի, այդ ուղղությամբ աշխատում են։ Պետական կառույցը հակված է, որպեսզի անցում կատարենք ավելի
գիտականորեն հիմնավորված հրթիռային մեթոդով պաշտպանության եւ այդ ուղղությամբ մենք ներկայումս աշխատանքներ ենք իրականացնում մեր բուլղար գործընկերների հետ, որոնք որ այդ բնակավարում առաջատարներից են ակտիվ գործության, քանի որ այս հակակարգտային կայանքները չունեն այն գիտական հիմնավորումը եւ չունեն այն էֆեկտիվությունը, ինչ որ հասարակությունը ակնկալում է։ 2024 թվականին Բուլղարիայից ժամանած մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանում։ Հունիս-հուլիս ամիսներին սպասվում է նրանց երկրորդ այցը, որի ժամանակ հրթիռային հակակարգտային մեթոդի ներդրման ուղղությամբ հստակ առաջարկով հանդես կգան։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։